Ասում բարի երեկո, բոլոր նրանց, ովքեր շարունակում են դիտել Ֆորտունա հեռուստաընկերություն, բարեկամներ, ինչպես նախաբանում ասացի, շատ հետաքրքիր զրույց, շատ հետաքրքիր ծրագիր է տեղի ունեցել, չէ, զրույցը տեղի կունենա, իսկ ծրագիրն արդեն անց է կացվում, եւ բարեկամներ սիրով ներկայացնելու եմ որպես նախաբան, հետեւյալը։ Վահե եւ Լյուսի մրցույթի մասին ենք խոսելու մեր տաղավարում, երրորդ տարին անընդմեջ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը եւ Վահե եւ Լյուսի հիմնադրամի հետ համատեղ հայտարարվել է աննախադեպ մրցույթ արվեստասերների համար։ Եվ տաղավարում սիրով հյուրընկալել ենք Մետաքսիա Դավթյանին, ով Լոռու Քոապ Սմարթ կենտրոնի ղեկավարն է, եւ Սևակ Սարգսյանի Լոռու Քոապ Սմարթ կենտրոնի ղեկավարի խորհրդականը, հարգելի հյուրեր, ասում եմ բարով եք եկել Բացենյակ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ուզում եմ միանգամից հարցնել, շաբաթ Կիրակի քոապում ոնց է անցնում։ Աշխատանքային։ Աշխատում եք։ Կիրակի եւս։ Այո, Քոապ Սմարթ կենտրոնը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին։ Իհարկե աշխատակիցները տարբեր օրերին ունեն հանգստյան օրեր, բայց կենտրոնը 7 օր գրաֆիկել իրականությունը, որտեղ ես մտածում եմ, լավ, բայց եթե ձեր թիմը հասցնում հանգստանալ։ Եվ քանի որ այսօրվա մեր հանդիպման արդյունքում, այս նախաձեռնությունն է, եւ արդեն իմ խոսքում էլ նշեցի, որ երրորդ տարին անընդմեջ։ Ինչ ունենք նախորդ տարիներից եկած, եւ որ այս տարի անպայման դա պետք է լինի կիզակետում։ Նախ ներկայացնեմ, որ մրցույթի գաղափարը 3 տարի առաջ է ծնվել եւ զուգահեռ բացի մրցույթը իրականացնել նաեւ աշխատարաններ, այսինքն նպատակ ենք ունեցել երեխաներին կարողություններ տալ այն ուղղություններով, որոնցով կունենանք մրցույթային հայտեր եւ հետո արդեն իրենց հնարավորություն տալ մրցել, իրենց գաղափարներ ներկայացնել, ստեղծագործել եւ ինչու ոչ վերջում ստանալ դրամական պարգևներ։ 3 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ ունենք։ Մենք յուրաքանչյուր տարի ընտրում ենք մրցույթի որևէ խորագիր։ Առաջին տարին նվիրել ենք հայկականի արդիականացմանը, այսինքն երեխաներից ակնկալում էինք ստեղծագործություններ, որոնք հայկական հին աշխատանքները, ինչ որ արվեստի գործերը նորովի կներկայացնեին եւ ավելի հետաքրքիր կդառնային երիտասարդությանը, ինչ որ մոռացված ֆիլմեր, երաժշտություն, նկարներ եւ այլն։ Երկրորդ տարին նվիրված էր արդեն Փարաջանովի եւ Ազնավուրի հիշատակին, իսկ այս տարվա խորագիրը կոչել ենք պատմություններ, որոնք փոխում են աշխարհը եւ ապագան։ Փորձում ենք խրախուսել երեխաների հետազոտական հմտությունները, որպեսզի իրենք կարողանան գնալ, պրպտել, բացահայտումներ անել գիտության, մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության տարբեր ճյուղերում եւ դրանք արվեստի միջոցով եւ այսօրվա լեզվով ներկայացնել մեզ ու մրցել իրար հետ, վերջում ստանալ պարգևներ։ Սևակ, այն որ, այսպես երեխաների, տաղանդների բացահայտման առումով նախկին աշխատանքները համանդրում է ունեցել, ինչքանով ձեզ գտակ նաեւ այս ծրագրի շրջանակներում եւ ըստ ձեզ, ըստ քոապական, սա ինչ է տալիս այսօրվա երեխային, ասեմ դպրոցականին, ասեմ նրան, ով կմասնակցի։ Նախ ասեմ, որ ինքը բավականին հետաքրքրական է ինձ համար թերևս, նախ եւ առաջ այն հանգամանքով, որ անցկացվում է միայն Լոռու մարզի պատանիների եւ երիտասարդների համար։ Եվ մենք այս ընթացքում նաև իրազեկման արշավ էինք իրականացնում մարզի տարբեր համայնքներում եւ այդ առումով էլի դեպ որոշակի այսպես փոփոխություններ կա աշխարհագրության, կարծում եմ Մետաքսյան ընթացքում կներկայացնի։ Ինձ համար կարևորը դա էր, որովհետեւ մենք պարբերաբար հանդիպում ենք մեր գործունեության ընթացքում փառատոններ, արվեստի մրցույթներ, ինչ որ միջազգային մրցույթներ կարող են լինել, բայց սա առանձնանում է նրանով, որ ինքը վերաբերում է բացառապես մեր մարզի պատանիներին ու երիտասարդներին եւ ես այս բառը միշտ օգտագործում էի այդ հանդիպումների ժամանակ, ասում էի մենք ձեզ համար շատ զիլ առաջարկ ենք բերել, որովհետեւ գիտեք, այստեղ հետաքրքիր մի շղթա կա եւ սա ճիշտ եւ գրագետ օգտագործելու պարագային մենք լավ արդյունքներ կարող ենք ունենալ, օրինակ քանի որ մրցույթն իրենից նաեւ ենթադրում է դրամական պարգևներ, կարող է նույնիսկ լինել մի իրավիճակ, երբ երեխաներից որևէ մեկը այլ մարդու գործիքով գա մասնակցի մրցույթին, այդ դրամական պարգևը տանի եւ այդ պարգևով ինքը ձեռք բերի իր գործիքը, ինչպես օրինակ պատմություններ եւ նախադեպեր ունեցել ենք։ Ես գիտեմ, որ մասնակից է եղել, ով
մրցույթը հաղթել է, դրամական պարգևը տարել եւ այս տարի արդեն ընդունվելով ուսումնական հաստատություն, այդ գումարը փաստորեն երեխեն պահել էր եւ այս տարի տարել ու որպես ուսման վարձ է օգտագործում։ Այսինքն այս առումով ինքը շատ դրական ու նաեւ հրաշալի հնարավորություն է ստեղծում, որ երբեմն նույնիսկ այսպես մտովի անցնում եմ, ասում եմ մենք չենք ունեցել այդ հնարավորությունը եւ օրինակ ինձ համար անձնապես շատ սկզբունքային է, որ հնարավորինս շատ պատանիներ ու երիտասարդներ իրազեկված լինեն, հնարավորինս շատ մարդ ներգրավված լինի, որովհետեւ ասում եմ ինքը բացառիկ հնարավորություն է համենայն դեպս այս պահին աննախադեպ հնարավորություն է մեր մարզի պատանիների ու երիտասարդների համար, հատկապես նրանց համար, ովքեր հետաքրքրված են արվեստով, հետաքրքրված են կատարողական գործունեությամբ եւ ունեն հրաշալի հնարավորություն օգտակարը հաճելիի հետ համադրելու։ Օգտակար են իմաստով, որ եթե երաժիշտ է, դերասան է կամ նոր է ուզում սկսել, ինքը կաշխատի իր վրա հայտը ներկայացնելու ընթացքում, վստահաբար կաշխատի, որպեսզի լավ հայտ ներկայացնի, անթերի հայտ ներկայացնի, սա կլինի այն օգտակարը, որ ինքը կստանա, այսինքն աշխատանք ել ավելի կատարելագործվելու ուղղությամբ։ Եվ արդյունքում հաճելին էլ արդեն դրամական պարգևն է, որ կարող է օգտագործել տարատեսակ բաներով եւ նաեւ լրացում անեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր ու լավ է նաեւ այն, որ նաև այդ պարգևատրումները, դրամական պարգևները, իրենք որևէ սահմանափակում չեն ենթադրում, այսինքն չկա այնպիսի մի իրավիճակ, որ նշվի, թե այս գումարը, որը քեզ պարգևատրեցին, կարող ես օգտագործել միայն այս ուղղությամբ, չկա այդպիսի բան։ Օգտագործիր ինքդ, ինչպես կկամենաս։ Եվ սա շատ կարևոր է իրենցով մի բան ստեղծելու եւ այդ ստեղծածը նաեւ նորից դնելու, իրենց շնորհքը ավելացնելու վրա։ Մտաքսե ջան, ինչպես դիմեն։ Դիմել կարող են միայն հայտի միջոցով, հայտը հասանելի է մեր Facebook-յան, Instagram-յան էջերում, ինչպես նաև Լոռու մարզում գործող բոլոր դպրոցներին ուղարկել ենք թե պոստերը, որի վրա հայտը QR կոդով հասանելի է, բայց եթե հարցեր ունեն, մենք այդտեղ ունենք հեռախոսահամար, որ կարող են զանգել հեռախոսահամարի Եթե հեռախոսամարը հիմա հնչեցնենք 94 84 56 89 կամ էլ կարող եք գրել իհարկե ձեր պաշտոնական էջերին գրել եւ մենք թե հայտը հասանելի կդարձնենք, այսինքն կուղարկենք հետաքրքրված անձանց, թե կօգնենք գաղափարի մշակման փուլից մինչև հենց կատարման մշակման գործընթացը ու ինչպես դիմել։ Այսինքն չափորոշիչներ կա դիմելու համար։ Այո, դիմելու համար կան չափորոշիչներ, նախ ասեմ, որ մրցույթը 7 ուղղություններով է։ Երաժշտություն, վոկալ, թվային նկարչություն, թատերարվեստ եւ պար։ Եվ յուրաքանչյուր ուղղության համար կան չափորոշիչներ, սկսած նրանից թե տեսանյութը ինչ տեսք պետք է ունենա, օրինակ հորիզոնական կադրով պետք է լինի, մինչև օրինակ, եթե նկարչություն է, ինչ չափսի թղթի վրա պետք է նկարել եւ այլ չափորոշիչներ, որոնք ելի հասանելի են հայտի հետ համատեղ։ Հասկացա։ Այն որ քաֆը ձեռագիր եւ մշակույթ է փոխում առհասարակ մեր երկրում եւ նաեւ մեր մարզում բնականաբար, ոնց է ազդելու հա այս ձեր ձեռագիրը երեխաների ընտրության մեջ եւ ուզում եմ հասկանալ որքանով է հավանականությունը եւ որքանով է որոշիչ լինելու, ովքեր են որոշողներ լինելու, թե հաղթողներն ովքեր են լինելու։ Շատ լավ հարց է, մենք մրցույթը մի քանի բաղադրիչներից է կազմված, նախ հայտերը երբ որ ստանում ենք, անցնում է նախնական զտում, այսինքն համապատասխանություն մրցույթի խորագրին, պահանջներին եւ դրանից հետո հայտերը անցնում են ժյուրիի դիտարկման։ Ժյուրին հայտերը տեսնում է անանուն ձևաչափով, այսինքն տեսնում է հայտը, նկարագիրը եւ վերնագիրը եւ շատ կարեւոր է, որ այստեղ բոլոր դիմորդներին եմ կոչ անում ձեր նկարագիրը գրեք ինքներդ, գրեք հնարավորինս համապատասխանեցնելով այն մրցույթի խորագրին, որովհետև գուցե շատ լավ աշխատանք անեք, բայց որևէ ձևով չհասկանանք, թե ինչ կապ ունի դա խորագրի հետ եւ զտման փուլում դա այդպես էլ ժյուրիին չանցնի։ Խնդրում եմ այդ մասին շատ ուշադրություն դարձնեք, որովհետև մենք ինքներս էլ ուշադրություն ենք դարձնում, որ հայտը լիարժեք լրացված լինի, բոլոր դաշտերը ճշգրիտ լինեն, որ ժյուրիին անցնող արդեն հայտերը լինեն համահավասար, զտված, մաքուր եւ համապատասխան մրցույթի բոլոր չափորոշիչներին։
Եվ ժյուրիի ընտրության փուլից հետո արդեն մրցանակակիրների համար իրականացնում ենք մրցանակաբաշխություն, սա երևի ամենահետաքրքիր բաղադրիչն է եւ ամփոփումն է այս մրցանակաբաշխության, որովհետեւ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս մեծ բեմից, մեծ հասարակության առջև հետաքրքիր դահլիճում հանդես գալ, իրենց ելույթը ներկայացնել, իրենց աշխատանքները ցուցադրել եւ տեղում նաեւ ստանալ մրցանակները, որը հանձնում են մեր թիմի եւ ժյուրիի անդամները համատեղ։ Առհասարակ ովքեր են ընդգրկված ժյուրիի կազմում, դրանք հրապարակային են։ Այս տարվա ժյուրիի կազմը դեռևս հավաքագրման փուլում է եւ կհրապարակվի երևի 2 շաբաթ անց։ Ժյուրիի գնահատում մեկնարկելու է նոյեմբերի 15-ին, մինչ այդ արդեն մեր սոցիալական էջերում հասանելի կլինի թե ովքեր են, բայց մենք մշտապես ընտրում ենք տեղական եւ Երևանում կամ դրսում գործող ոլորտային մասնագետների եւ յուրաքանչյուր ուղղությամբ 3 ժյուրիի անդամ ենք ունենում։ Քանի որ մենք նախորդ անգամ այս տաղավարում եւս խոսել ենք արդեն անցած մրցույթի մասին, եւ եթե իմ հիշողությունը ճիշտ է, անհատական փուլից բացի կար նաեւ խմբակային ձևաչափ, այսինքն թիմով կարող են մասնակցել երեխաները։ Այս տարի եւս կարող են։ Այո, դա հիբրիդային տարբերակն է հայտերի, որը կարող է խմբային լինել, բայց ոչ ավել քան 3 հոգի։ Եվ այս պարագայում նաև կարևոր է, որ հիբրիդային հայտը լինի 2 տարբեր ուղղությունների միախառնումը, այսինքն օրինակ երգը, պարը կամ երգը երաժշտությունը կամ թատերականը ձայնային ձևավորման հետ, այսինքն գոնե 2 տարբեր ուղղություն պետք է իրար խառնված լինեն եւ խումբը չպետք է գերազանցի 3 հոգին։ Եվ նաեւ մի լրացում անեմ ժյուրիի մասով, որ մարդիկ, ովքեր առաջիկայում կներկայացվեն նաեւ մեր մրցույթի մասնակիցներին եւ հանրությանը, իրենք իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ են եւ կարծում եմ յուրաքանչյուր նաեւ մրցույթի համար անկախ իր ձևաչափից պատիվ կլինի այդպիսի ժյուրիի կազմում ունենալ։ Անաչառությունը խրախուսվում է։ Այո։ Ամենայն դեպս ամեն ջանք գործադրվում է, որպեսզի բացառվի այս պարագայում որևէ այլ միջամտություն արդյունքների ամփոփման վրա եւ նաեւ ժյուրիների հետ զրույցը, ընտրությունը իրենց նաեւ որոշակի ելակետային այսպես մասը հենց դա է, որ մենք գործ ունենանք մարդու հետ, ով իսկապես պատրաստ է մի կողմ դնել նաեւ երբեմն անձնական որոշակի վերաբերմունքներ եւ այսպես շատ կարևոր է նաև այդ գիտակցումը, որ նաև մեր ժյուրիի անդամները բոլորը վստահաբար դա կրում են իրենց մեջ, որ մենք գործ ունենք պատանիների հետ, երիտասարդների հետ եւ այստեղ ուղղակի չպետք է որևէ երկմտություն լինի, թե ինչու այս կամ այն հայտնել։ Այսինքն պետք է հստակ չափանիշները պահպանվեն, որպեսզի որևէ մեկը վերջնարդյունքում դժգոհություն չունենա իր մրցանակից։ Այո, եւ արդեն հայտադիմումները ընդունվում են, ճիշտ եմ հասկանում։ Հայտադիմումները ընդունվում են, հայտերը բաց են մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ, այսինքն մինչև այդ ժամանակ ունեք հանգիստ ժամանակ ունեք հանգիստ ունեք պատրաստվելու, դիմելու։ Մենք շատ կարևոր մի բան, որ այս տարի ենք էլի ворթեգրել, հա, այս քաղաքականությունը։ Նախորդ տարիներին ունեինք շատ հայտեր, որոնք խոտանվում էին, բայց մենք բոլոր հայտերի մերժումները ուղարկում ենք մրցույթի հայտը փակելուց հետո։ Այս տարի որոշել ենք ընթացքում բոլոր հայտերը դիտարկել եւ զտման փուլ անցած հայտերի մասին միանգամից տեղեկացում ենք դիմորդներին, որպեսզի իրենք իմանան նախ ինչն են սխալ ուղարկել եւ նաեւ ժամանակ ունենան նորից դիմելու, եթե իսկապես հետաքրքրված են եւ պատրաստ են աշխատել իրենց թերությունների վրա։ Այ հետաքրքիր է համատականներ տանելով նախորդ տարիների, հա, նախորդ մրցույթների հետ դիմելույթյան այս տեմպը արդյոք գոհացնում է եւ եթե աշխարհագրությունից էլ խոսեցինք, Սևակը մի քիչ հուշեց, որ աշխարհագրություն ընդլայնում եք։ Այս մասով ինչ կասեք։ Տեսեք, նախորդ տարիներին, առաջին տարին հայտերը շատ էին, մոտ 300 ուսանող ենք ունեցել, բայց հայտերը մեծամասամբ հենց smart հաճախող երեխաներից էին, չնայած մրցութային տեղերը բարեբախտաբար նաև զբաղեցրեցին ոչ smart հաճախող երեխաները, ասեմ, որ մեզ համար շատ սկզբունքային էր, որ մրցույթը հասանելի դարձնենք ոչ միայն smart-հացիների, այլ ամբողջ Լոռու մարզի համար։ Մենք երևի գիտեք, որ տարածքային հեռավորության սահմանափակում ունենք եւ ամբողջ մարզից չեն կարողանում երեխաներ կենտրոն բերել եւ սա հնարավորություն էր, որ տրանսպորտի եւ այլ խանգարող հանգամանքներ չունենալով մարզի բոլոր երեխաներին հնարավորություն տանք այս մրցույթին մասնակցել։
Եվ նախորդ տարիների համեմատ ամեն տարի աճում է ոչ սմարթացի երեխաների հայտերը եւ ինչը մեզ համար իսկապես շատ ուրախալի է, դրանով մենք մեր շահառուների շրջանակն ենք ընդլայնում, նաեւ այլ երիտասարդների, այլ համայնքների ենք հնարավորություն տալիս մասնակցել եւ մեզ համար նաեւ հուզիչ էր, երբ այցեր արեցինք մի շարք համայնքներ, որտեղ ծառայություններ չենք մատուցում, չգիտեմ, օրինակ Մեծավան, Տաշի, Ստեփանավանի եւ Տաշի տարածաշրջանի գյուղերը շատ ջերմ ընդունելության արժանացանք, հետաքրքրություն կա հայտերի նկատմամբ, մրցույթի նկատմամբ ինքնին եւ նաեւ այն ողջավորությունը, որ KOAF-ը եւ Smart կենտրոնը ինչ որ ձևով նաեւ իրենց համայնքում հայտնվեց եւ այդ ողջավորության ու ընդունելության համար իսկապես շնորհակալություն։ Յուրաքանչյուր լավ գործ ունենում է իր ետևում նաև խնդիրներ։ Ինչ խնդիրներ կա, որ կուզեք դրանք չլինեն կամ գուցե ուղղակի անհասկանալի են կամ հանրության շրջանում կամ դիմորդների շրջանում, որ դրա մասին կուզենաք բարձրաձայնել, գուցե որ հենց հայտերի ընթացքում խոտանեն նաև հանդիսանում հետո։ Խնդիրների մասով ես ամենայն դեպս կառանձնացնեմ թերևս միայն կազմակերպչական process, այսինքն այն ինչ որ տրամաբանական է ու պետք է լինի, այսինքն ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնել, ամեն ինչ ճիշտ պայմանավորվել, բոլոր պայմանները ստեղծել, հավասար պայմաններ ստեղծել, աշխատանքային խնդիրներ են, որովհետև եւ Հայաստանի մանուկների հիմնադրամը եւ Այլուսի հիմնադրամը այն հիմնական, այսպես կարևորը արել են Այստեղ թերևս միայն աշխատանքային խնդիրներ են, որ պետք է հասցնել ամեն ինչ ճիշտ ժամանակին եւ կազմակերպչական եւ տեխնիկական առումով ամեն ինչ պատշաճ վիճակում ավարտել մրցույթը։ Ես դա կառանձնացնեմ, չգիտեմ։ Չէ, ես ինքս մի խնդիր, որ 3 տարի շարունակ արդեն բախվում ենք, սիրելի լոռեցի պատանիներ եւ երիտասարդներ, խնդրում եմ հայտերը շատ ուշադիր կարդալ, շատ ուշադիր եւ պատասխանատու կերպով լրացնել մրցութային հայտը, օրինակ, եթե կա նկարագրության բաժին, դատարկ վանդակներ չուղարկել, եթե կա վերնագրի դաշտ, որը պետք է հիմնավոր լինի եւ խորագրին համապատասխանի, հստակ գրել, այսինքն այստեղ իմ համար դիմորդի տեսանկյունից միակ խնդիրը դա է, որ միշտ չէ, որ հայտը համապատասխանում է մրցույթի խորագրին, քանի որ չեք կարդում։ Կարդացեք հայտը, կարդացեք հրավերը, որտեղ շատ մանրակրկիտ նկարագրված է, թե որ ուղղությունում ինչ ձևաչափով պետք է դիմել եւ արդեն դիմորդների հետ ուրիշ խնդիրներ չենք ունենա։ Կարծում եմ հեռուստադիտողներին շատ կհետաքրքրի նաև այն տողը, որովհետև մեր հյուրերը նշեցին, որ խրախուսական նվերներ են լինում, որ մրցույթները դրանք հաղթանակներ դրամական։ Ուզում եմ բաց տեքստով խոսել, ինչ է սպասվում հաղթողներին եւ քանի հաղթող է ունենում առհասարակ այս մրցույթը։ Մրցույթի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է 96 մրցանակակիր, որից 48-ը դրանք առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնակալներն են բոլոր ուղղություններով եւ մնացյալ 48-ը արդեն խրախուսական մրցանակներ են։ Բայց երկու դեպքում էլ գումարային մրցանակ է երիտասարդներին տրվում։ Ասեմ, որ նախորդ տարիներին խոտանված հայտերը շատ էին եւ մոտ 56 հաղթող ենք ունեցել, մնացյալ տեղերը այդպես է թափուր են մնացել։ Այս տարի հույս ունեմ նման փաստի առաջ չեն կանգնի, որովհետև մենք ինքներս էլ ջանք չխնայեցինք, որ մրցույթը հնարավորինս հասանելի դարձնենք ամբողջ մարզի տարածքում, բայց ելի եմ ասում, հայտերի քանակը կարող է շատ լինել, բայց որակապես հայտերը կարող են զիջել։ Այստեղ կարևոր է, որ որակը համապատասխանի։ Իսկ մրցանակային ֆոնդը սկսած 70,000 դրամից խրախուսական մրցանակներ մինչև 460,000 դրամ, այո, առաջին տեղի համար։ Եվ շատ կարևոր մի բան, որ յուրաքանչյուր երիտասարդ կարող է 3 ուղղությունով դիմել եւ 2 ուղղությունով մրցանակի արժանանալ, նախորդ տարիներին այդ փորձն ունենք։ Այսինքն մեկ երեխան մի քանի գումարային մրցանակի է արժանացել։ Պատկերացնում եք, թե ինչ գումարներ կարող է հաղթելու դեպքում միանգամից ունենալ հարգելի հեռուստադիտողներ, դրա համար իհարկե աշխատանք է պետք եւ ամենակարևորը, ինչպես նշեց մեր հյուրերի կողմից, համապատասխան լինել այդ անվանակարգերին։ Եվ ամփոփմանն եմ ուզում գնա եւ երբ է ամփոփվելու այս միջոցառումը եւ նշեցինք նոր մինչեւ նոյեմբերի 11-ը, չէ՞ հայտերի 10-ը։ Ամփոփման ինչ է սպասվում Սևակ։ Նոյեմբերի 10-ից հետո թերևս հայտերը կվերջնականացվեն, արդեն այն հայտերը, որոնք ենթակա են այսպես տեխնիկական փուլը, այսպես ասենք, անցած կլինեն եւ կհայտնվեն ժյուրիի սեղանին, այդ հայտները արդեն կամփոփվեն եւ
նախնական այսպես պայմանավորվածությամբ դեկտեմբերի 22-ին արդեն Լոռու Coop Smart կենտրոնում տեղի կունենա մեծ միջոցառում մրցանակապաշխություն, որի ժամանակ հաղթող մասնակիցները նախ հնարավորություն կունենան իրենք մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ներկայացնելու իրենց աշխատանքը մեծ բեմից, հանդիսատեսի ներկայությամբ, այդ ժամանակ արդեն նաև կհրավիրվեն մեր ժյուրիի անդամները, կգաղտնազերծվեն վերջապես, եւ իհարկե շատ ու շատ հյուրեր կունենանք, ովքեր կգան, կմասնակցեն եւ սա եւս մեկ հրաշալի առիթ կլինի գուցե նաև նոր տաղանդավոր պատանիներ ու երիտասարդներ բացահայտելու եւ այսպես առաջ ընկնեմ, առիթից օգտվեմ ձեր թույլտվությամբ իհարկե նաև ձեզ եմ սիրով հրավիրում։ Շատ ուրախ կլինենք, եթե այդ օրը մեզ հետ լինեք։ Անպայման, մենք արդեն օրացույցում նշեցինք ամբողջ թիմով այդ օրվա մասին եւ իհարկե ես ուզում եմ ամենավերջում նաև ձեր կոչը, հա, ուղղակի որպես լորեցի մոռանանք նաև Coop-ի մի կողմ դնենք, ոչ թե մոռանանք, հա, Coop-ի լինելը։ Ինչ կասեք այսօր մեր պատանիներին, մեր աշակերտներին, որպեսզի դիմեն այս մրցույթին, տեսախցիկը ուղիղ ձեզ է ֆիքսում։ Չվախենալ թեկուզ պարտվելուց եւ շատ ուսումնասիրել, հետո նոր դիմել։ Երևի, հա, շատ ուսումնասիրել։ Այո։ Սևակ։ Ես կասեմ չթերագնահատեք ձեր ուժերը։ Ընդհանրապես այդքանը վստահաբար դիմեք եւ շատ դեպքերում հենց այդ հայտերն են ամենալավը լինում։ Եվ շնորհակալ ենք եւս մեկ անգամ, որ այսօր այստեղ էիք։ Մաղթում ենք, որ այս պատկերացում թե ինչքան խառը աշխատանքային process-ում եք գտնվում եւ մտակցիան էլ հաճախ է նայում ժամացույցին։ Մաղթում ենք բուռն գործունեություն եւ ինչպես ասում են, կհանդիպենք արդեն եզրափակչին եւ ձեր հրաշալի միջոցառմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս հարգելի հեռուստատողներ, նորություն ասած չեմ լինի, որ նշեցի նաեւ իմ խոսքում, այլ որ Coop-ը նորասելիք ու ձեռագիր է կերտել մեր մարզում, մեր երկրում եւ այնպես որ սիրելի պատանիներ, քանի դեռ ժամանակ կա, կարող եք հենց այս պահին էլ մուտք գործել Coop-ի պաշտոնական էջը եւ պտպտալ ու հասկանալ թե ինչպես կարող եք դեպի ձեզ բերել հաղթանակը։ Իսկ ես ասում եմ, որ այս պահին առաջարկում եմ տեսանյութով հետեւել այն ամենին, ինչը կատարվում է հենց Coop-ում, դեպետի սրտում։